Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորության թեկնածու Թագուհի Ղազարյանի հետ։ Ողջույն Տիկին Ղազարյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրայր, շնորհակալ եմ հրավերի համար։ Ռոբերտ Քոչյանից սկսենք, որը հայտարարեց, որ մեր աչքի առաջ հիմա տեղի է ունենում իշխանության յուրացում եւ նաեւ ակնարկում էր այն, որ դրան անհրաժեշտ է կոնկրետ հակազդեցություն ունենալ, հա։ Դրանից առաջ Սամվել Կարապետյանն էր խոսում, ասաց, որ ընդդիմադիրների կոնսոլիդացիա պետք է տեղի ունենա, հավաքվեն, հասկանան ինչ են անելու, էլի երևի էլի նույն տրամաբանության մեջ, որ իշխանության յուրացում է տեղի ունենում։ Նախ այս մասով արդյոք ըստ ձեզ ընդդիմությունը ունի համախմբելու ռեսուրս եւ հետո եթե կար համախմբման անհրաժեշտություն, ապա ինչու դա տեղի չունեցավ մինչև ընտրություններ, այլ տեղի է ունենում հետընտրական զարգացումների տրամաբանության մեջ։ Այդ համախմբումը ըստ ձեզ, հա, որպես հակառակ քաղաքական, այսպես ասենք, թևի ներկայացուցիչ, ինչ հետևություններ ունեք, ինչ եք մտածում դրա մասին եւ առանձին անդրադարձեք նաեւ խնդրեմ իշխանության յուրացման։ Քաղաքական թևի ներկայացուցիչ չէ, ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Ես այդ որ հարցը ձևակերպում եք Ժիրայր մտածում եմ, տեսնում եք ինչ ձանձրալի է մեր կյանքը, մենք եւս 5 տարի պետքա Ռոբերտ Քոչարյան տափակ ռեպլիկները մեկնաբանենք եւ երևի դա ամենամեծ դժբախտությունն է, էլի այս ընտրությունների։ Իհարկե ձեր հարցերին հերթով կարձագանքեմ, ես կփորձեմ կարճ-արագ եւ հերթով անդրադառնալ ամեն ինչին, բայց կուզենայի ավելի մեծ կոնտեքստում խոսել, թե ինչ է հիմա տեղի ունենում, հա, ինչ քաղաքական փուլ անցանք միասին, հասկանալու համար, թե ինչ պետք է անենք, որ ավելի լավ լինի հաջորդ խորհրդարան, որտեղ ինձ թվում է մենք նախորդիվ շատ քիչ ենք խոսել այդ մասին, դրա համար ոչ թե ավելի լավը, այլ ավելի վատն է դարձել խորհրդարանը, եւ ես դրանում խորապես համոզված եմ, էլի այնուամենայնիվ դաշնակցությունը ինչքան էլ իր հետ ոնց որ համաձայն չլինես, բայց գոնե ինչ որ բանի մասին է ուժեղ Հայաստանը, արդեն ոչ մի բանի մասին չի էլի հիմա այս Այսինքն թիմով։ ավելի վատը կներեք։ Դե հա, իհարկե ավելի վատն է, որտեղ այնտեղ կոնկրետ ինչ որ գաղափարական գիծ պահող մարդիկ կան, որի հետ գոնե համաձայն չես։ Այստեղ բանը կոկորդիլոս քշողների թիմ է, էլի հիմա ասում եմ մենք բանը Ալիևի պահանջող սահմանադրությունը կչեղարկենք, 300,000 ադրբեջանցիների մուտքը կկանխենք, հայտնի անեկդոտի պես, որ ասում է ինչ ես անում, ասում է կոկորդիլոս եմ քշում, ասում է բայց կոկորդիլոս չկա, ասում է բա որ բոլորին քշել եմ, որտեղից լինի, հիմի բանը ուժեղ այդ մեր ապագա խորհրդարանի բանն է, էլի հնգամյակն է, թե ինչպես են ուժեղ Հայաստանի падգամավորները կոկորդիլոս քշելու Հայաստանի։ Վերադառնալով ձեր տված հարցերին, ինչ վերաբերում է հետընտրական ընդդիմադիր կոալիցիային, ես կարծում եմ, որ սա առանձին հետազոտական համաշխարհային ակադեմիայի համար առանձին հետազոտական նյութ է, կոալիցիաները, ինչպես գիտեք, կառավարություն կազմելու համար են ձևավորվում, իսկ Սամվել Կարապետյան, քանի որ հետընտրական ընդդիմադիր կոալիցիա է կազմում, ես ենթադրում եմ իր այն վիրտուալ կառավարության նիստերին նաև ընդդիմադիրներին է հրավիրելու, նստեն եւ օրենքներ ընդունեն, բանի Սաֆարովի մասին, ուրիշ ենթադրություն չունեմ։ Իսկ այն որ ինքը նաև հրավիրում է ուրիշ ուժերին, ես հասկանալի է դա ինչա տեղի ունենում, իրեն բանից առաջ ընտրություններից առաջ հավաստիացրել էին, որ հաղթելու է, ինքը հաղթանակը ուզում էր մենակ տաներ, միայն իրենը լիներ, հաղթանակի դափնիները, բայց հիմա երբ որ պարտվել է, ուզում է պարտությունը ուրիշների հետ կիսի եւ դա շատ տրամաբանական, հոգեբանական ռեակցիա է դրան։ Քոչարյանի ասուլիսից ամենաուշագրավ դրվագներն էր, որ հիմա Քոչարյանը նստած սպասում է, որ Հայաստան հացը թանկանա, որ ինքը բան անի, իշխանափոխություն անի։ Ինչպես հիշում եք, ինքը արդեն 5 տարի է սպասում է Հայաստան տրիգերին, որում այդ 5 տարվանից առաջ էլ էլի տրիգերի, ասենք տրիգերը ինչ է Քոչարյանի ընկալման մեջ քաղաքական տրիգերը, հայ ժողովրդի հետ մի դժբախտություն պատահի եւ ինքը իշխանությունը վերցնի։ Սկզբում ասում էր, իսկ սկզբում իր համար պատերազմ էր տրիգեր, հետո Ղարաբաղի ճգնաժամներ, այդ շրջափակման հետ կապված ճգնաժամներ տրիգեր։ Իսկ մեծ դժբախտությունները ինքը նկարագրում է որպես տրիգեր, եւ ես հիշում եմ այդ որ Սերժ Սարգսյան թիմի հետ կռվում էին իրար ինչի մեջ ասես մեղադրելիս մի անգամ
Սերժականները մեղադրում էին Քոչարյանականներին, որ դուք բանը նստած սպասում եք, որ միջանցքը կհանձնեն եւ դա կլինի տրիգեր, որ դուք բան անեք, փողոց գեներացնեք։ Ես ճիշտն ասած այն ժամանակ մտածեցի, որ իրար թուքումուր են տալիս, պարզապես այդ կոնտեքստում է այդ խոսակցություն տեղի ունենում, բայց հիմա ընդհանրապես չեմ զարմանում, որ Քոչարյանը նստած սպասում է Հայաստանի գլխի մի դժբախտություն կա, ինքը տրիգերի, չգիտեմ նույնիսկ Քոչարյանն է ավելի շատ տրիգեր բառը օգտագործել, թե Էդգար Ղազարյանը impeachment բառը, այսինքն ոնց որ այդ մարդկանց համար բան չեմ էլի, չեմ ուզում իրանց տրիգերներն ու impeachment-ները մեկնաբանեմ, իսկ ընդհանուր առմամբ ամենամեծ դժբախտությունն է նա, որ ես մեր հետագա 5 տարիներին ձերպես ինտելեկտուալ լրագրողները քաղաքական գործիչներին հարցնելու են ոչ թե կարևոր հարցերի մասին, այլ ասենք ինչ-որ տափակություն է ասել Սամվել Կարապետյան կամ Ռոբերտ Քոչարյանը, հիմա մեկնաբանեք, որտեվ ինչի, որտեվ իրանք են ձեր ընդդիմությունը, ինչի է դա։ Հիմա ոնց որ մեծ դժբախտությունն է մեզ հետ պատահել, ոչ ոք չի խոսելու Հայաստանի իրական խնդիրներից։ Պարզը չէ, որ այն ինչ որ դուք ասեցիք, հետ ընտրական ընդդիմադիր կոալիցիան, իշխանազավթումը, չգիտեմ ինչ, Հայաստանի իրական խնդիրների մասին չէ, ոչ էլ 300,000 ադրբեջանցիներն ու հացի թանկացումն են Հայաստանի իրական խնդիրների մասին, այլ հիպոթետիկ հացի թանկացումը, որի շուրջ Քոչարյան պետքա փողոց գեներացնի, ոչ էլ այդ հետընդդիմադիր ցույցերն են Հայաստանի բան ինչ չէ, հետընտրական ընդդիմադիր հավաքական ցույցերը եւ այս բաները Հայաստանի իրական խնդիրների մասին չեն, Հայաստանը լրջագույն քաղաքական փոփոխությունների փուլ է մտել եւ ունի լրջագույն խնդիրներում արտահրավերներ, որոնց մասին մենք չենք խոսելու, որովհետեւ ընդդիմություն չունենք։ Չգիտեմ, եթե մենք կարողանանք մեր մեջ ուժ գտնել եւ քաղաքական գործիչներս, հանրային գործիչներս, լրագրողները, քաղաքական թեմաները լուսաբանող ուժ գտնենք ու հաղթահարենք ու անտեսենք ընդդիմության տափակ ռեպլիկները եւ վերադառնանք Հայաստանի իրական օրակարգերին, հնարավոր է, որ մենք նորմալ քննարկումներ ունենանք, չէ, ուրեմն կոկորդիլոս ենք քշելու բոլորս միասին։ Շատ լավ։ Տեսեք, Շատ լավ քշենք կոկորդիլոսներին։ դե հա, sense թե հենց քշելու եք, այսինքն դուք եք միանալու այդ քշելու արշավին։ Երբ որ ինձ հարցնում եք, ասում եք Քոչարյանը ասում է իշխանության յուրացումը տեղի ունեցել, մեկնաբանեք, ոնց որ մենք երկուսով նստած կոկորդիլոս քշենք, չկա կոկորդիլոս, ոնց որ չարժի քշել այդ կոկորդիլոսին։ Դե կամ գուցե այդպիսի հարցադրումը որոշակիորեն ձեզ մոտ պետք է, այսպես ասենք, էլի, որպես Հայաստանի քաղաքացի, որպես ինչպես դուք սկզբում նշեցիք, ոչ թե քաղաքական թևի ներկայացուցիչ, այլ ժողովրդի վստահության ստացած քաղաքական ուժի ներկայացուցիչ, փոքր-ինչ գուցե այդտեղ կարող է ձեզ մոտ նաև քաղաքական վիրավորանք առաջանալ, էլի, որովհետև Հայաստանում իշխանությունը բռնազավթած անձ է, այսօր ձեզ մեղադրում է իշխանություն յուրացնելու մեջ, միայն այն պատճառով, որ այդ մարդը այդպես էլ չի ստացել իր արժանի գնահատականը։ Բայց այս թեման արդեն այնքան ենք խոսել ու երևի այդ գնահատականը այդպես էլ երբեք չի լինելու, տանել բերելու են էլի մի 5 տարի մի խոսքով, բայց դրա մասին չի իմ խոսքը, հա։ Այդ կոնտեքստում էր հարցը, ոչ թե տափակաբանության, թե չէ Ռոբերտ Քոչարյանի մտքի հարթության վրա ոչ մեկ չի կասկածում։ Ապագա խորհրդանում եթե նախորդ խորհրդանի աշխատանքն ենք համատում, շատ ճգնաժամային իրավիճակների միջով Հայաստանը անցավ, ձեր քաղաքական թիմը առանց խորհրդանի ընդդիմության բնականաբար աջակցության կարողացավ այդ ճգնաժամները հաղթարել լավ վատ ինչ որ է, այդ չենք քննարկում, բայց Ոչ այնուամենայնիվ միայն առանց աջակցության, այլ նաև խանգարելով, էլի, եկեք էլ արձանագրենք։ այնուամենայնիվ ստացվեց անել։ Դրանց որակի բովանդակության մասին չի խոսքը, այլ փաստի, հա։ Հիմա Հայաստանը էլի թևակողում է նոր փուլ, այսինքն այստեղ եթե մենք ավելի ոչ թե ընկնելու ենք ճգնաժամերի կամ շատ բարդ իրավիճակների հաղթահարմանը, այլ այդ հաղթահարածի, այսպես ասենք, արմատավորման գործընթացներին, հա։ Այն տարբեր նախագծեր են, տարբեր համագործակցությունները, որոնք ձևավորվել են եւ այլն։ Այս իմաստով ձեր քաղաքական թիմի հանձնառությունը եւ քաղաքական կամքը արդյոք շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին հայտարարվել էր կամ ինչպես եւ դուք գործել եք, որովհետեւ ես այս ընթացքում մեկնաբանությունների եմ հանդիպել շատ, որ այնուամենայնիվ ձեր կուսակցական եւ քաղաքական նպատակահարմարությունները ինչ որ պահի կարող են գերակա լինել եւ Հայաստանը ինչ որ պահի միայն Եվրամիության իմաստով չեմ էլի այս հարցը տալիս, հա, կարող է կրկնել օրինակ հարևան երկրներից մեկի ճակատագիրը, հա, այսինքն մնա ինչ որ մի արանքում, որտեղ ունի շատ բարդ հարաբերություններ արևմուտքի հետ, դիվանագիտական հարաբերությունների բացակայություն Ռուսաստանի հետ ու ինչ որ չես հասկանում էլի այդ ռուսական տենց խոսք կա, չէ, ни рыба, ни мясо։
Ջրեր, այս Հայաստանի շատ շնորհակալ եմ այս հարցի համար։ Ես շատ մտածել եմ, թե Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունները ինչ են նման այն իրավիճակում, որ տեղի ունեն աշխարհում, ինչպես տեսնում եք, ասենք Իրանում են իրադարձություններ տեղի ունեն Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանում են իրադարձություններ տեղի ունեն Ուկրաինայի հետ, ու դրանք ակտիվ են, էլի, իրանք ոնց որ ինչ-որ ստատիկ վիճակ չեն, որ մենք ֆիքս ենք այս վիճակում, հիմա ինչ ենք անում, որովհետեւ իրանք ամեն օր այդ իրադարձությունները փոխվում են, ուժերի հարաբերակցությունը փոխվում է եւ այլն։ Եվ այս իրավիճակը նմանացնում եմ, երևի այս համեմատությունը էլի շատ մարդիկ արած կլինեմ, բանի փոթորկոտ օվկիանոսի, որտեղ նավավարից այնպես չի, որ ոչինչ կախված չի, ինքը բայց ոնց որ ավելի մեծ բան, քան առագաստները ճիշտ ուղղությամբ ուղղորդել, որպեսզի այդ փոթորիկները նավը չխորտակեն, փոթորիկը եւ ծովը կախված չեն նավավարից, բայց առագաստները կախված են նավավարից եւ հետեւաբար Հայաստանում իշխանություն ունեցող մարդիկ, ովքեր էլ որ նրանք լինեն, իհարկե այդ առագաստների ուղղության հետ կապված որոշումներ կարող են կայացնել եւ այս է եղել կարեւոր որոշումը, հա, ով կլինի այդ նավավարը այս փոթորկոտ օվկիանոսում, որը մեզ են ապավինել, այսինքն ես չեմ ասում, որ Հայաստանից բան կախված չի, որտեղ շատ հեշտ կարելի էր բան անել, ծովի ալիքներին տրվել եւ գնալ անհայտ ուղությամբ եւ դա կարող էր որոշել ուրիշ քաղաքական ուժ, եթե ընտրված լիներ։ Հիմա այդ փոթորկոտ օվկիանոսում Հայաստանը պետքա օպերատիվ որոշումներ կայացնի եւ սա լինելու է մեր առաջիկա հնգամյակի անելիքները։ Ես կարող եմ վստահեցնել, որ Հայաստանը արկածախնդրությունների մեջ չի ընկնելու, այսինքն չի բան անելու, օգտագործվելու մի թևի կողմից մյուսի դեմ եւ հակառակը։ Մենք շարունակել ենք բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն վարել եւ մենք շարունակել ենք փորձել բոլոր գործընկերների հետ խոսել։ Ես գիտեմ, որ շատ մեր հայրենակիցներ իրանք ֆրուստրացիայի մեջ են ընկնում, երբ որ վարչապետը խոսում է Ռուսաստանի հետ, նույնիսկ Իրանի հետ, որովհետեւ ինչ որ մարդիկ ունեն ներքին իրանց կյանքի վերաբերյալ ուրիշ պատկերացում մարդու իրավունքների ազատությունների մասին եւ մտածում են թե փոքրիկ Հայաստան պետքա բան անի, փորձի դեմոկրատիա արտահանել գերտերություններ, բայց իրականում Հայաստան դեմոկրատիան Հայաստանի ներքին օրակարգն է եւ չի գնալու այս կոմենկոմ սաստի մյուս երկրներին, ասի ոնց որ դուք այդքան էլ դեմոկրատ չեք եւ այլն։ Այսինքն իր հարաբերությունները Հայաստան կարգավորելու է իր շահերից ելնելով։ Ես գիտեմ, որ դրա հետ կապված բան կան, ավելի ծայրահեղական մոտեցումներ կան, բայց մենք լինելու ենք ոչ ծայրահեղական մոտեցման կողմնակից եւ դուք դա տեսնելու եք, որովհետեւ մեզ համար մեր գործընկերները շարունակում են մնալ իրենց երկրներում, իրենց երկրների ներկայացուցիչները եւ մենք պետքա աշխատենք այս պայմաններում։ Չի կարելի բան արել, էլի, այտենց մեծ հավակնություն ունենալ աշխարհը փոխել եւ մնալ այդ հավակնության տակ, առավել եւս այսքան փխրուն իրավիճակում։ Մյուս բանը, որ դուք ասեցիք, ինձ ոնց որ իմ ականջը բռնեց, էլի ձեր ասացի մեջ բանը, կուսակցական նպատակահարմարություն, քաղաքական նպատակահարմարություն եւ այլն։ Խնդիրն այն է, Ժիրայր, որ արդեն 3 անգամ հայ ժողովուրդը ընտրություն է կատարում ոչ գոնե առաջի անգամ գուցե հա ՔՊ-ի օգտին, բայց ոչ թե ՔՊ-ի կամ, չգիտեմ, Քոչարյանի օգտին, այլ Հայաստանի եւ չՀայաստանի միջև, որտեղ Հայաստանը ներկայացնող ամենապոտենտ ուժը ՔՊ-ն է։ Այսինքն որ տեսնում են, որ ոնց որ կա մի հատ շատ ուժեղ ուժ, որը կարա Հայաստանի գոյությունը կասկածի տակ դնի եւ մարդիկ ընտրում են ՔՊ-ին իր բոլոր թերություններով, բաներով, դժգոհություններով, ես մարդկանց գիտեմ, որ 5 տարի շարունակ մեզնից դժգոհել են, վերջում գնացել մեզ են ընտրել, որովհետեւ պոտենցիալ մնացած ուժերի մեջ, մաքուր ծագման ուժերի մեջ, Հայաստանակենտրոն, Հայաստանածագման ուժերի մեջ չեն տեսել։ Իսկ այն մնացած ուժերից վախեցել են, որ ոնց որ իրանք չՀայաստանի մասին են, ոչ Հայաստանի մասին, Հայաստանի չգոյության մասին են, ոչ թե Հայաստանի մասին են։ Եվ սա ինձ ամենաշատն է անհանգստացնում, որովհետև ամեն ինչ հուշում է, որ 31 թվականին ընտրությունը լինելու է նույն ձև։ Հայաստանի ներկայացուցիչը լինելու է ՔՊ-ն, լինելու են պոտենցիալ ունեցող ուրիշ ուժեր եւ ասենք պոտենցիալ ունեցող հակահայաստանյան ուժ։ Եվ 31 թվականին նույն ընտրությունն են կատարել։ Դրա համար ես շատ եմ տեսնում, որ նորից այդ առողջ ընդդիմության խոսակցությունները ակտիվացել են լրատվամիջոցներում, եթերներում, Facebook-ներում, այլ սոցիալական հարթակներում։ Եվ ես կարող եմ օգտվել առիթից եւ խնդրել նաեւ ձեզ մնացած մեծ բոլոր լսողներին, բոլորին կոչ անել միմյանց զբաղվել քաղաքականությամբ,
պարզապես ժողովուրդ ջան, ստեղծեք կուսակցություններ, մտեք կուսակցություններ, ֆինանսավորեք կուսակցությունները, չեն կարող մարդիկ, ասենք, ձրի քաղաքականությամբ զբաղվել, որտեղ զբաղվել քաղաքականությամբ նշանակում է ամբողջ օրը գնալ գյուղից գյուղ եւ հանդիպել մարդկանց հետ։ Եթե դրա համար պետքա ուրիշ տեղից իրանք փող աշխատեն, այն աշխատանքի ժամանակն ու էներգիան ծախսելու են դրա վրա։ Սովորեք, ստեղծեք մշակույթ, ֆինանսավորել կուսակցությունները, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները չի լինելու որակյալ միջավայր Հայաստանում, եթե մեզանից յուրաքանչյուրը ներդրում չունենա, եթե մեզանից յուրաքանչյուրը չգնա եւ չմտնի այդ գործընթացի մեջ, ինձ շատ անհանգստացնում է, որ ՔՊ-ի այլընտրանքը, ամենապոտենտ այլընտրանքը, հա, բանն է, ուժեղ Հայաստանն է, երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանն է, երրորդ տեղում ԲՀԿ-ն է, իսկ չորրորդ տեղ չկա։ Հասկանում եք ինչ վիճակում ենք մենք։ Իհարկե դա մեզ որպես կուսակցություն ձեռ է տալիս։ Մենք ոնց որ անայլընտրանք ենք դառնում այդ իրավիճակում, բայց պետքա լինի, չէ՞, ինչ որ պոտենցիալ բան, մարդ, դերակատար քաղաքական ուժ դաշտում, որպեսզի բան է, ինչ որ անվտանգության բարձիկ ունենա այս երկիրը։ Մենք համ անվտանգության համակարգն ենք, համ անվտանգության բարձիկներն ենք հիմա, եւ այո, այդ մեր բոլոր թերություններով հանդերձ քաղաքացիները դուք սկզբում ասում եք, այլ հարց լավ եք դիմակայել, վատ եք դիմակայել, հա, հենց այտենց էլ ընտրել են մեզ։ Եվ դա նրանից է, որ անվտանգության բարձիկներ քաղաքական համակարգում Հայաստանում չկան, եւ բանը այլընտրանքը վթարն է, աղետն է այլընտրանքը, բանն է, էլ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ փոփոխությունն է այլընտրանքը, ասենք մարդիկ էլ փոփոխություն չեն ուզում, կայունություն են ուզում, ոնց որ թե հիմա շատ անհանգստացնող է այս իրավիճակը եւ ես շատ խնդրում եմ բոլոր մարդկանց մտածել այս մասին։ Չեք մեծամտածել, Ինչի կապակցությամբ։ որ դուք անայլընտրանքային եք։ Դե հենա բան է, էլի ասեցի, այլընտրանքը Սամվել Կարապետյանն է, որը ես համարում եմ գոյություն չունի, կամ Ռոբերտ Քոչարյան, կամ Գագիկ Ծառուկյանը։ Ո՞վ է։ Տեսեք, Ո՞վ է այն պոտենցիալ ուժը, որ ասենք, լավ, օքեյ, Գուրգեն Սիմոնյանը կունենա ֆինանսավորում, ես իրան համարում եմ հայաստանյան ծագման ուժ, ի տարբերություն իր այն մյուս բանի 5-րդ տեղի ուժի, էլի Արման Թաթոյանի, կունենա ֆինանսավորում, կարողա մի քիչ կարողանա որպես կուսակցություն հաջորդ անգամ հաղթահարի շեմը։ Բայց այդ մեծամտության հարց չէ, էլի այդ բանը իրատեսության հարց է։ Դուք ինձ ասեք, ով է 4%-ի կամ 8%-ի շեմը հաղթահարել, որ ես չեմ նկատել, կամ 2%-ի։ Այսինքն 300 ձեն ունեցող կուսակցությունները այնպես բաներ են հայտարարում, մեկը կասի բան 300,000 կամ ավել ձայն ունեն։ Քննադատություններից շատը նաև կայանում է նրանում, որ տեսեք, ոչ միայն բուն քաղաքական եւ ընտրական հենց այդ գործընթացը այդ օրվա պետք է լինի թափանցիկ, ներառական, հավասար, չգիտեմ, արդար, ժողովրդավար, այլ նաև հենց ամբողջ ընտրական process-ը, այդ թվում եւ քարոզարշավը եւ պայմանները ու հազար ու մի բան, հա։ Մենք տեսնում ենք, որ ընտրությունները հայտարարելու այդ նշանակելու օրվանից, ասենք փետրվարից դեռ, այսինքն հստակ քննադատություններ են հիմա որ մեջ բերում եմ, որ պարբերաբար սկսվում են ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկությունները, դրանք սկսվում են ահագնանալ, ընդհուպ օրը մի քանի ձայնագրություններ են հրապարակվում, կոնկրետ մատնանշելով քաղաքական ուժի կամ ուժերի անուններ եւ այլն, եւ տպավորություն է ստեղծվում, որ սրանք կրում են համակարգային բնույթ եւ այս մարդկանց առնվազն դեռ պարզ էր ընտրություններից առաջ, որ ձևավորված քվեների օրինականության հետ պետք է որոշակի խնդիր լինի, հա, որովհետեւ մենք չենք այսինքն նաև ընդունել արդյունքը զուտ չոր եւ ասել էս է եւ շարժվում ենք առաջ, բա այդտեղ այդ արդյունքը ինչի հաշվին է ձևավորվել, հա, եթե ձևավորվում է ապօրինությունների արդյունքում, բնականաբար, հա, դուք կդառնաք անայլընտրանքային, մի օր էլ Հայաստանին այդ անայլընտրանքայնությունը, ինչը բերել էր, մի օր էլ էլի կբերի կհագցնի մի հատ պատին մեզ, կոպիտ ասած շատ, որովհետև այն չի կարող հավերժ շարունակվել եւ հավերժ շարունակվել դրական ինչ-որ նոտայի վրա։ Հետևաբար ձեզ մեղադրանքը, երբ որ այդ ուժերը չեն կարողացել ձգել, թե ինչպես դուք նշեցիք, ֆինանսապես, ռեսուրսներով, այս կողմ են կողմ, նաև շատ հաճախ մեղադրում են հենց այդ անհավասար պայմանների մեջ։ Ես այստեղ ուզում եմ նաև հիշեցնել նույն վարչապետի մեծ բանավեճի ժամանակ հայտարարությունը, երբ որ էլի խոսք եղավ, բա ինչու չեն արգելվել այդպիսի ուժերը մասնակցել ընտրական գործընթացներին, վարչապետը հայտարարեց, ասաց, որ արգել էին, կասեին ԿՊ-ն վախեցավ, էստերից են արեց։ Մեզ հետաքրքիր չի ԿՊ-ն վախեցավ թե չվախեցավ, այսինքն մենք կուսակցության մասին չենք խոսում, հա, եւ որ Հայաստանի մասին տեքստից հետո ասում են կասեն ԿՊ-ն վախեցավ, այն առաջի տեքստը հոդս է ցնդում այդ պահին։
Դա հետաբար անհասկանալի են այս հայտարարությունները։ Հիմա ԿՊ-ն կարող է մի ուրիշ բանից էլ վախենա, հետեւաբար չանի ինչ որ մի բան, որը, չգիտեմ, օրենքի տրամաբանությունից սկսում է խնդրահարույց թվա, հետո մինչև այս ընտրությունների նշանակումը խորհրդանում նստած հարց ու պատասխանի ժամանակ էր, եթե չեմ սխալվում, երբ որ նույն վարչապետը Վահագն Ալեքսանյանը թվեր հրապարակեցին, դժգոհեցին, օրինակ նույն Դաշնակցության ֆինանսավորման աղբյուրների ոչ թափանցիկ լինելու մասին, որ մարդիկ ինչ որ 1 միլիոն դրամսկի բան չեն ստացել, նվիրատվություն չեն ստացել, փող ցույց չեն տալի, բայց 1000-ում գույք ու չգիտեմ ինչեր են տնօրինում, պահում, կառավարում եւ այլն, խոստացակ որ այդ հարցը լուծվելու, այդ հարցը տենց էլ չլուծվեց, այսինքն ի սկզբանե ձեզ համար, ինչպես դուք նշեցիք որպես կուսակցություն, իհարկե շատ հարմար է եւ շատ լավ է այս իրավիճակը։ Հետեւաբար իմ հարցը կանում էր դրանում, որ արդյոք որ ու ինչքան էլ դուք պնդեք, որ այստեղ կուսակցական մոտեցումները ամբողջությամբ ստորադասված, տենց բան չկա, հա։ Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ դուք ինչ որ հարցերում գործում եք կուսակցական նպատակահարմարությամբ, այդ թվում եւ եւս այստեղ որևէ մեկը չի ասում նայած ինչ հարց, հա, հարցից կախված մենք կարող ենք քննարկել դրա լավ կամ վատ լինելու հանգամանքը, բայց այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ երբ որ դուք ասում եք այլ ընտրանք չկա, թող ձևավորվեն, թող էս անեն, այն անեն, բայց ներողություն, իրավական մասով, ձեր քաղաքական որոշումների մասով, դուք ձեր մասով ամեն ինչ արել եք, չեք արել ինձ թվում է, եթե արած լինեիք, այս քննադատությունները համենայն դեպս այս ծավալի չէին լինի այն ուժերի կողմից այդ թվում, որոնք գոնե արտաքին օրակարգում ձեզ փորձում են ինչ-որ ձևով սատար լինել, հա, եւ նաեւ մեջ բերեցին հենց ձեր թիմակիցների եւ ձեր քաղաքական ուժի ու երկրի վարչապետի, երկրի առաջնորդի հայտարարությունը։ Սա առնվազն որոշակիորեն անտրամաբանական հակասություններ է առաջացնում, էլի։ Ես ձեր բոլոր հարցերին կարձագանքեմ, բայց ինձ ինձ հետաքրքիր է, դուք այնտեղ պոտենցիալով ուժ եք տեսնում, որ բան է, քիչ ձայն է ստացել։ Ես չեմ Չկան ասում, չի, տեսեք, եթե ըստ իրար ինչ որ մեկը ուզեցել է գնա ընտրի, ասենք Քոչարի կուսակցությանը եւ իրան խանգարել այն, որ Սամվել Կարապետյան շատ փող է աշխատա, ասենք Վարդան Ղուկասյանն են ուզել ընտրել։ Չկան քաղաքական առաջարկ ներկայացնող ուժեր, չկան Հայաստանում։ Այդ է իմ խնդրանքը, որ մարդիկ սկսեն քաղաքական առաջարկներ ձևավորել։ Չկան, ժողովուրդ ջան, ասենք տեսնում ես էլի, որ ով են մնացել բարիերի տակ։ Խնդրում եմ մի հատ նայել ինչ առաջարկներ, ինչ ծրագրերով են ներկայացել։ Վարդան Ղուկասյանին պետք է ընտրեին, Դոկին պետք է ընտրեին, Քոչարին պետք է, Էդմոն Մարուքյանին պետք է ընտրեին, Շողջան, թե բանին, ասենք Լևոն Զուրաբյանին։ Այդ մարդիկ պոտենցիալ չունեն, քաղաքական պոտենցիալ չունեն, այդ է խնդիրը, ոչ թե այն է խնդիրը, որ այդ ուրիշ խնդիր է, որ բանը Սամվել Կարապետյան մասնակցում է ընտրություններին, բայց եթե նույնիսկ նա չմասնակցեր, այնտեղ պոտենցիալ ունեցող քաղաքական դերակատարներ չկան։ Ու բոլորը նստած առողջ ուժեր, Նիկոլ Փաշինյանը ասում է իր համար ընդդիմություն է սարքել Սամվել Կարապետյանին։ Հա բան պետք է, ասենք եթե Նիկոլ Փաշինյանը մտներ լայվ եւ Քոչարի կուսակցությանը բանաներ, վշտեր, մի կշտամբեր, ասենք դրանից նրա քենիացիների չէ, ինչացիների, մի խոսքով վարձկաններ Հայաստան բեր, 80,000 վարձկանով Հայաստան լցնելու ծրագիրը դառնալու էր ավելի որակյալ։ Ծրագիր չունեն այդ մարդիկ, քաղաքական առաջարկ չունեն։ Այնտեղ բան է, այսպես կոչված արևմտամետ քաղաքական ուժի ներկայացուցիչը կարող է իսկապես ի սրտե արևմտամետ քաղաքական ուժի ներկայացուցիչը։ Գնացել է հանրայինի տաղավարում, ասում է մեր վարչապետ տեխնացուն Նիկոլ Փաշինյանն է։ Տենց չի աշխատում, մեր վարչապետի տեխնացուն է Նիկոլ Փաշինյանը։ Ժողովուրդ ջան, ես որ դուք տենց եք ասում, ես իրական շատ բան եմ եղել, հանգիստ եմ եղել այս ընտրությունների ժամանակ եւ չեմ աշխատել եմ մրցակիցներին չխորուրդ չտալ իրանք ոնց վարեն քարոզարշավ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի խորուրդ չտալ ինքը ինչ այն որտեղ ես իրա շահառուն եմ, ես իրա որոշումների բանն եմ, հա, ազդեցությունը իմ վրա կրողն եմ, ինքն է սահմանադրական մարմինը, ես որպես տեխնացու որոշել եմ կոռեկտ բան եմ արել, աշխատել եմ կոռեկտ լինել իրաց նկատմամբ, բայց իմ համար խնդիր է, իմ համար լրջագույն խնդիր է, որ այդ ուժերը ընտրակաշարք բաժանող կենտրոնական ընտրական հանձնաժողովը թողելա որ մասնակցեն, մի հատ հիմա եկել են գնացել դիմել են սահմանադրական դատարան։ Տո ինչի պետք է իրանք բան անեին, էլի, իրանք քվյա թերթիկը լիներ այդ սեղանի դրված, որ մի հատ էլ կարողանային գնային բան սահմանադրական դատարան։ Իսկ լացում է Գագիկ Ծառուկյանի կուսակցություն, որ իրանք չեն թողե բան անել։
իրանց պահանջով, իրանց ընտրատեղամաս, իրանց իսկ պահանջով մի 3 ընտրատեղամաս անվավերա ճանաչեն, իրանց ձեները կորել են, որ այդ 4%-ի շեմը չեն հաղթարում։ Ինչի դուք ընդհանրապես պետքա 4%-ի շեմի վրա լինեիք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով կույր է եղել, չի տեսել, որ իրեք կուսակցություն դաշինքով գալիս է, կուսակցության անունի տակ գրանցում է։ Ձեր շեմը պետքա 10%-ը լիներ։ Եվ այդպես շարունակ։ Հա, ես շատ բան եմ, դժգոհ եմ այս բանից, իրավիճակից եւ դժգոհ եմ թե բանից կենտրոնական ընտրական հանձնաժողովից, թե դիտորդական առաքելություններից, բոլորից դժգոհ եմ, բայց ոնց որ ունենք այն իրավիճակը, սպասենք համանդրական դատարանի որոշմանը, բայց ասել, որ ես հիացած եմ այդ գործընթացով եւ ես կարծում եմ, ես լինեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, Բարգավաճ Հայաստան չէր հասնի քվեարկության, որ մի հատ կարողանար բողոքել, որ իրաձեները 3-ով պակաս են, 4-ով ավել են։ Դու ձայն չունես, որ մի հատ էլ ավել պակաս լինեն։ Եվ այն, որ ես ինձ զուսպ եմ պահել քաղաքականապես, այդ նրանից է, որ հարգել եմ այդ սահմանադրական մարմնի, բայց ես իսկապես բանը հետ ոնց որ ճիշտ եմ համարում գործընթացներից հետո ասել, հայտնել այդ մասին, թե ինչ զգացողություն, տպավորություն եմ ունեցել։ Okay, ես թեկնածու եմ, ինքը կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սահմանադրական մարմին է, ես ենթակա եմ իր որոշումներին, եւ իդեպ ինստիտուտները տենց են կարող։ Հիմա դուք ասում եք, բանը, ինչու չեք բանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆունկցիաներ կատարել, չէ, տենց չի։ Ես իրանց տվել եմ իրավական լծակներ, ես իրանց տվել եմ բյուջե, թող գնան իրանց գործանը, եթե ես պետք է գնամ իր գործանը, կլինի իր աշխատավարձնել ինձ տակ։ Չէ, դուք սխալ մեկնաբանեցիք։ Առնվազն բանավեճի ժամանակ վարչապետի հայտարարությունը հուշում է, որ այո, դուք եք կատարում ճակերտավոր այդ ֆունկցիան, որ վարչապետը Դե հա, մենք որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցություն չենք դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ունեցել ենք այդ որոշումը, քննարկել ենք եւ որոշել ենք չդիմել, որովհետեւ մտածել ենք, որ իշխանական կուսակցության կողմից դիմելը բան նաեւ բան է, այդ ռեակցիան կարա առաջացնի մարդկանց մոտ, այդ թվում եւ հակաիշխանական մարդկանց մոտ, որոնք կուզեն բան կանեն, էլի, դրանից ավելի կնյարդայնանան եւ կարողա մտածեն նաեւ ոնց քաղաքականապես մեզ համար նպատակահարմար չի եղել։ Մտածեն ճնշում ես, մտածեն ուղղորդում ես, մտածեն վախեցել ես, եւ դա կարա քաղաքական միջավայրի վրա ազդի։ Մտածել ենք դե լավ, թող գնան մյուս կուսակցությունները, որտեւ ի վերջո մեր խնդիր, ոնց է, մեզ համար չի, մեր ձայների հաշվին չի, որ ինքը ձայնատարել չէ, մեր ձայները ավելացել են։ Ինքը այդ ձայները կարող է տարել փոքր ուժերի հաշվին եւ փոքր ուժերը պետք է այդ դժգոհությունը հայտնեին, բայց փոքր ուժերը եկել են սպասը բանի մեծ բանավեճի օրը նոր գլխի են ընկել, որ իրանք կարային դիմեին իրեն վարչապետի հուշումից հետո դա էլ նորմալ չէ, էլի, ասենք իրանք կարային ամբողջ այդ փոքր մնացած 15-14 ուժամն ամեն օր պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովին ասեին այս կաշառատուներին հանի մրցակցությունից մեզ խանգարում է ինքը բան է անում, ֆինանսական լծակներ է գործածում քաղաքական բանի փոխարեն։ Թագուհի եւ վերջինը քննարկում եք տարբերակներ, որ օրինակ սահմանադրական դատարանի հնարավոր ինչ որ որոշումներ, էլի, դե օրինակ երկրորդ փուլ կամ նոր ընտրություններ։ Երկրորդ փուլ տեխնիկապես անհնար է, հակասահմանադրական է, նոր ընտրություններ կամ վերաքվեարկություն կարող է լինել։ Ժիրայր, մենք հնազանդ, ինչպես որ ԿՀ որոշումից դժգոհ